Այդպես կապած իրանց շատ զգուշ տեղափոխեցինք, հողը հանեցինք, արդեն բացեցինք ու որ հատվածները որ առանձնացան, հիմա փորձում ենք վերականգնել։ Վերականգնվող աճյունասափորը հայտնաբերվել է անցած տարի Արգիշտի Խինիլիի հնավայրից, ճեղքելով պատմության շերտերը, հայ-լեհական արշավախումբը լույս աշխարհի հանել տարբեր ժամանակաշրջաններին վերագրվող հնագիտական բազմաթիվ նյութեր, հացահատիկի եւ գինու կարասներ, գարեջրի տակառիկներ, թոնիրներ, աճյունասափորներ, որոնց մեջ ամփոփված են եղել դիակիզմամբ թաղման ծեսով արված մարդկային ոսկորներ։ Ըստ երևույթի այս եղել է մանկական թաղում, դիակիզումով թաղում ու որի ոսկորները այրել են, հետո տեղափոխել են աճյունասափորի մեջ ու հետո արդեն թաղել են աճյունասափորը։ Ոսկորները մենք զիպտոպրակներով պահում ենք, որոնք դրանք էլ հետագայում անցնում են հետազոտության։ Այս պահին մշակում եւ վերականգնում են անցած տարիներին պեղած աճյունասափորները, որոնք բացում են համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունից հետո։ Դա կարևոր է հստակեցնելու համար ներսում գտնվող մարդաբանական նյութերի եւ ուղեկցող առարկաների պատկերները։ Երբ որ մենք անում ենք այդ համակարգչային տոմոգրաֆիան, մենք տեսնում ենք այդ ոսկորների առնվազն հաստությունը, երբ որ իրանց պեղում ենք ու փորձում ենք հանել հողի միջից, իրանք բաժանվում են մասերի ու կարող է մի երկար ոսկորը, որը 4 սանտիմետր պահպանված էր, հողից հանելուց մնա 2-ը, չգիտեմ, կամ մի սանտիմետր դառնա եւ այլն։ Աճյունասափորները դուրս են բերել Արգիշտի Խինիլիի քաղաքային թաղամասից։ Մեծ սափորներու մեծերի, փոքրերու մանկահասակների ոսկորներ են պեղել։ Աճյունասափորների վրա նաև անցքեր են հայտնաբերել, որոնք եւս բացատրություն ունեն։ Այդ անցքերը հատուկ են արված, երբ որ դիակը կիզել են, տեղափոխել են արդեն աճյունասափոր, այդ արվածանները համար, որպեսզի հետագայում մարդու հոգին կարողանա դուրս գա այդ անցքերի միջով։ Տեղում նաև իրականացնում ենք նյութերի 3D մոդելավորման աշխատանքներ, որոնք իրականացնում ենք հատուկ սարքավորումների միջոցով, հատկապես փոքրիկ իրերի պարագայում, հնագիտական փոքրիկ գտածոների պարագայում, իրականացնում ենք չափագրական աշխատանքներ։ Հողի շերտերից դուրս բերված բազմաթիվ կտորտանքների մեջ մասնագիտական աչքը հանկարծ փոքրիկ անոթի կարևոր մի քանի բեկոր նշմարեց։ Երիտասարդ վերականգնողների ուրախությանը չափ չկա։ Դա հնարավորություն կտա մեկիկ հավաքել եւ ամբողջական տեսքի բերել հազարամյակների դրոշմը կրող անոթը։ Այսքան խառը խեցեղենի միջից գտնել մոտավորապես մի 8 բեկոր, որը ինչ-որ մի անոթի կա դառնում, դա արդեն մեծ ձեռքբերում է։ Ունենք հատակի հատվածը, ունենք վզի հատվածը, այսինքն հիմա մենք որ սոսնձենք, մենք իր ֆորման ու չափերը մոտավորապես կհասկանանք։ Արդեն իսկ մեծ հաջողություն է, որ այս անոթի համ հատակ ունենք եւ համարյա թե շուրջ է, այսինքն մենք իր ծավալները կկարողանանք պատկերացնել, ունքը բավականին փոքրիկ մոտես կարգի անոթ է։ Քանի որ քաղաքատեղիի հայտնաբերած նյութերը խառն են եւ վերագրվում են տարբեր ժամանակահատվածների, վերականգնելը երկար կտևի։ Ի տարբերություն դամբարանադաշտից պեղված աճյունասափորների, որոնք կարելի ասել ամբողջական են, քաղաքային թաղամասից դուրս բերվածները բեկորներով են։ Առաջի հատկից իրանք բոլորը գույնով, ձևով համարյա թե նույնն են, բայց երբ որ արդեն դու ճանաչում ես ժամանակաշրջանը, ամեն ժամանակաշրջան ունի իր բնորոշ պատրաստման թե եղանակը, թե ֆորման ու թե կավի որակից դու հասկանում ես, դա այդ նույն առարկանա թե չէ։ Հնագիտական նյութերի մշակման ու վերականգմանը զուգահեռ հայ-լեհական արշավախումբը շարունակում է երկրաբանական աշխատանքների 3-րդ շրջանը Արգիշտի Խինիլիի հնավայրում։ Մասնագիտական թիմը հիմա էլ նյութեր եւ հողի շերտագրական հատվածներ է առանձնացնում երկրաքիմիական հետազոտությունների համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։